Հայաստանը հնարավորությունների երկիր է եւ պետք է անպայման գալ ու փորձել Հայաստանում ապրել։ Ես ծնվել եմ Բրազիլիայում, Սան Պաուլո քաղաքում, մեծացել եմ այնտեղ մինչև 23 տարեկան, երբ որոշել եմ հայրենադարձվել ու վերադառնալ Հայաստան, քանի որ հավատում եմ, որ միայն հայրենիքում հայը կարող է հայ մնալ։ Իմ տանը միշտ հայերեն է խոսացվել, իմ ծնողները խրախուսել են, որ մենք միշտ հայերեն խոսանք գոնե տանը, քանի որ հենց Սան Պաուլոյում տանից դուրս մի քիչ դժվար է հայությունը պահպանել։ Բարձրագույն կրթություն ստացել եմ Սան Պաուլոյում, ճարտարապետ եմ մասնագիտությամբ, մինչև 23 տարեկանս այնտեղ եմ ապրել, ավարտել եմ ու եկա Երևան։ Ես եկել եմ իսկապես աշխատելու միտումով, ինչ-որ բան փոխելու նպատակով, ու այդ դժվարությունները, որոնց հետ ես էլ բախվեցի, ցածր աշխատավարձ, դժվար վարձով մնալ, այդպես թվում են շատ կենցաղային մանր բաներ են, բայց որ ընդհանուր առմամբ շատ էին ազդում մարդու հոգեբանության վրա, անկախ նրանից հայ ես կամ այլ ազգ ես։ Ես որոշեցի այդ ամենը մի կողմ թողել։ Ես եկել եմ Հայաստան դեպի Հայք ծրագրով, Birthright Armenian, որը հնարավորություն է տալիս ու կամուրջ է ստեղծում Սփյուռքի ու Հայաստանի միջև, որպեսզի երիտասարդները գան աշխատեն Հայաստանում իրանց մասնագիտությամբ կամ այլ ոլորտում իրանց ընտրությամբ։ Սկզբում Գյումրիում էի բնակվում, այն ժամանակ նոր Թումոն կառուցվում էր ու ես հենց շինհրապարակում էի աշխատում։ Այնտեղ աշխատեցի 3 ամիս, դրանից հետո որոշել էի ծրագիրը շարունակել Երևանում, բայց հիմնական աշխատանքի փնտրտուքները եւ գտնելը ավելի կարճ տևեցին, քան ես էի պատկերացնում ու շատ արագ ընդունվել եմ հիմնական աշխատանքի ճանապարհաշինության ոլորտում, նորից շինարարության իմ մասնագիտությամբ ու մնացի Հայաստանում, դուրս եմ եկել ծրագրից ու արդեն մշտական բնակչություն եմ հաստատել։ Ես միշտ փնտրել եմ, որ լինի առաքելություն ու լինի իսկապես գաղափարախոսություն իմ աշխատանքի հետևում։ Իմ համար շատ կարևոր է, որ այն շենքը, որ ես կառուցում եմ կամ վերանորոգում եմ, հետո ինչի համար պիտի ինքը ծառայի։ Ես ինչ որ ձեռք եմ բերել մասնագիտական տեսանկյունից Հայաստանում է եղել, քանի որ ես ավարտել եմ Բրազիլիայում ու 11 ամիս հետո Հայաստան եմ եկել։ Դրա համար ինչ ունեմ, չունեմ, Հայաստանին պետք է շնորհակալ լինեմ։ Ես շատ եմ սովորել որպես ճարտարապետ նաև, ինձ շատ օգնել են իմ գոլեգաները, ինձ շատ օգնել են նաև ծախողումները այս ընթացքին ու կարծում եմ, որ ինձ գտել եմ իսկապես իմ մասնագիտական ավելի շատ նեղ ջուղավորումը գտել եմ Հայաստանում, քանի որ հիմա իսկապես հասկանում եմ, որ ինչպես համադրել ճարտարագիտությունը, իմ տեխնիկական կրթությունը, մարդկանց կյանքը բարելավելով, օգտագործողների իրանց նպատակներին հասցնելով։ Հայաստանը շատ հնարավորություններ է տվել հենց իմ մասնագիտությամբ, որովհետև Հայաստանը հենց զարգացող երկիր է ու հենց շինարարության ոլորտը շատ է զարգանում։ Այս հարցին փորձում եմ մոտենալ հնարավորինս պատասխանատվությամբ, քանի որ ի տարբերություն Բրազիլիային Հայաստանը շատ հին երկիր է եւ դա նաեւ վերաբերվում է շենքերին ու տաներին։ Բրազիլիայում կարծես ամեն ինչ բավականին զարգացած է, արդեն այդքան էլ մտահոգություն չկա հինը պահպանելու կամ ինչ որ պատմություն փոխանցելու շենքերի միջոցով, բայց Հայաստանում դա կա եւ քանի որ նոր անկախ պետություն ենք ու պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկիրը հզորանա նաև ենթակառուցվածքների տեսանկյունից, ես շատ պատասխանատվությամբ եմ մոտենում ու կարծես շատ աշխատանք կա անելու Հայաստանում։ Հայաստանը իր ամբողջ փոքր մակերեսով ու քիչ բնակչությունով, բայց այնքան խորն պատմությունով եւ անելիքով, որ այստեղ զգում եմ, որ իմ աշխատանքը կարա անվերջ լինի։ Հայաստանը հնարավորությունների երկիր է։ Բացի մեր հայրենիքը լինելուց
ու որ զգում եմ, որ յուրաքանչյուր հայ իսկապես պետք է մտածել, թե ինչով է ինքը նպաստում Հայաստանի զարգացմանը։ Ես նույնիսկ մտածում եմ, որ սկզբում կարող եմ իմ մասնագիտությամբ չաշխատել ու համակերպվել որևէ մեկ այլ աշխատանքով, որպեսզի զուտ հաստատվեմ Հայաստանում։ Իմ մոտ հարցեր չեն եղել գալ կամ ոչ։ Կարծես թե ուղղակի դրամաբանական հաջորդ քայլն էր, որ ես գայի Հայաստան, ոչ մի զարմանալու բան չկար։ Դա իմ համար կարծես կիսատ երազանք էր, թե ես որն է իմ պիտանիությունը, որպես հայ ես աշխարհում առհասարակ։ Դրա համար որոշեցի, որ որպեսզի լիարժեք ինձ զգամ ու կարողանամ իմ հայրենիքին վերադարձնել այնինչ որ ինձ տվել է, իմ ինքնությունը, իմ լինել չլինելը, այդ պատճառով որոշեցի վերադառնալ Հայաստան ու իմ մասնագիտությամբ, իմ զուտ այստեղ ներկա գտնվելով, քաղաքացի դառնալով նպաստեմ իմ երկրի զարգացմանը։